Այդպես ներկայացուցիչներին քիչ առաջ միացավ աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։ Պարոն Սարգսյան, բավական ջերմ ձեզ ընդունեցին այստեղ բողոքի ակցիայի մասնակիցները։ Նաև դուք այդպես կոմպրոմիսի եկեք աշխատանքներին ձևավորելու առումով, նաև հանրային ճնշման միջոցով ինչ-որ լուծման հասնելու առումով չի կարելի ուրեմն շերտավորել Հայաստանի Հանրապետության ժողովրդին կամ բիզնեսին եւ բոլորին դիտարկել մեկ պրիզմայի տակ եւ բոլորից նույն հարկային հավաքագրման քաղաքականությունը վարել։ Փոքր եւ միջին բիզնեսը հարկային բեռ սպասարկող չէ։ Փոքր եւ միջին բիզնեսը 55,000 տնտեսվարողներ, յուրաքանչյուրի եթե մենք միջին հաշվարկով 5 աշխատատեղի սպասարկող մենք գտնենք, ապա նրանք սոցիալական հարց են, սոցիալական խնդիր են շատ ավելի լուծում, քան թե տնտեսական խնդիր։ Եվ տնտեսական քաղաքականությունը տարանջատել սոցիալական քաղաքականությունից դա անկարելի է։ Կառավարությունը հաշվի առնելով, որ չի հասկանում եւ իր հիմնավորումների, այսինքն փոփոխության հիմնավորումների դաշտում լրացրել է լրացուցիչ 18 միլիարդ դրամ հարկերի հավաքագրումը, այլ տրամաբանական բացատրություն։ Փոքր եւ միջին բիզնեսի, այսպես ասած, կարգավիճակը շատ ավելի բարելավելու, շատ ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու քաղաքականություն չի վարում, այլ զուտ նպատակադրում է հարկի հավաքագրումը, սա տանում է փոքր եւ միջին բիզնեսի փակման եւ սնանկացման։ Ինչ է տեղի ունենում դրանով։ Փոքր եւ միջին բիզնեսին սնանկացումով զարգ է տրվում մոնոպոլիաների եւ խոշոր կազմակերպությունների մոնոպոլացմանը, որը հանգեցնում է գների թանկացման, որը հանգեցնում է աշխատատեղերի փակման, որովհետեւ խոշորների մոտ շատ ավելի հեշտ է ստացվելու, օրինակ ռոբոտատեխնիկայի միջոցով աշխատողներին փոխարինող ծրագրերի ներդրմամբ, հետեւաբար շատ աշխատատեղերի կարիք նրանք չեն ունենալու, հանգեցնելու է ուրեմն արտագաղթի եւ հանգեցնելու աղքատության մեծացման։ Սա նույն բանն է սոցիալ-տնտեսական համակարգում ՀՄԶ ոլորտին ճնշելի եւ խոչընդոտել է նրան զարգացման, նույն բանն է ոնց որ քաղաքական դաշտում դիկտատուրայի ստեղծումը։ Եվ հիմա Պարոն Սարգսյան, սրանում միտումնավորություն տեսնում եք։ Այո, ես հիմա դա եի կապում, եւ քանի որ մենք աստիճանաբար տեսնում ենք քաղաքական դաշտի մոնոպոլացում եւ դիկտատուրայի ստեղծում, զուգահեռ պետք է գնա տնտեսական համակարգում այդպիսի կառուցակարգ։ Քանի որ միայն քաղաքական դաշտով լուծման չեն կարող գալ, տնտեսական հատվածը, նամանավանդ ՀՄԶ հատվածը կարող է հավաքվել եւ իր ճնշումն ու պայմանները թելադրել, զուգահեռ պետք է ճնշում գործադրել եւ ջարդել այս ներուժը, այս 55,000 անձանց ներուժը, որպեսզի կարողանան քաղաքական դաշտում հասնել իրենց ցանկալի արդյունքներին։ Սրանք փոխկապակցված են, այո, սրանք փոխկապակցված գործողություններ են։